Մենք կարող ենք այդ առումով վերահսկողը լինենք։ Եթե շատ քվեկ ստանանք, ուրիշ խնդիր կլուծենք։ Եվրոմիության անդամակցության հարց կդնենք, եթե շատ քվե ստանանք։ Բայց եթե չէ, կտան մեզ նվազագույնը, որ կլինենք խորհրդարանում, մենք կներկայացնենք քաղաքացուն, մենք կներկայացնենք քաղաքացուն այլ կերպ ասեմ։ Ես օրինակ զարմանում եմ, ոնց տարական բանը չեն անում առհասարակ, որովհետև նպատակը այդ չի։ Ես լինելու եմ ամսվա կեսը լինելու եմ գյուղերում, քաղաքներում, քաղաքացիների խնդիրներն եմ հավաքելու, ամսվա կեսը լինելու եմ խորհրդարանում, տարբեր հարթակներից ներկայացնելու եմ խնդիրները, լուծումները, այսպես պետք է քաղաքացին ներկայացված լինի։ Դուք շատ կարևոր բան ասեցիք, չենք ամուսնանում, մարդկանց երևի թվում է, որ 100%-ով բոլոր հարցերում պետք է տեսակետները քաղաքականությունը դրա մասին չի, մեկ ցուցակով մասնակցել։ Դա կուսակցությունն է։ Նույնիսկ ԿՓ-ում կուսակցությունում չի այդպես, երբ որ բոլորը 100%-ով իրար հետ համաձայն են, բայց կուսակցության ներսում ուրիշ բան է գործում։ Կուսակցության ներսում մարդիկ ունեն համոզմունքներ, դիսկուրս է տեղի ունենում, բանավեճ մեկ ընդհանուր տեսակետ է։ Ուղղություններ կա, որ այդ կուսակցականը ընդունում է, չէ՞, Հա, ընդհանուր համագումարով որոշում են, այս կարող է ինքը դեմե քվեարկած լինի, բայց արդեն այս ուրիշ է, այս ժամանակավոր է։ Դու եթե Աստված կամենա, դա ավելի երկար կարա լինի, ավելի լուրջ խնդիրներ կարելի է լուծել։ Շատ լավ, բայց մի հարց էլ ծագեց ԵՄ-ի անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակն է, արդյոք չթվարկեմ այս աշխարհաքաղաքական վառվող իրավիճակը դա բերում են իբրև չներկայացնելու օգտին մի լավ հիմնավորում էլ առաջացել Վրաստանը։ Հա, Վրաստանը, խոսքով, Ուկրաինան եւ այլն եւ այլն։ Բայց Հայաստանի պարագան դուք տարբեր եք կարծում, որովհետեւ ասացիք հայտ կներկայացնեք։ Դրա համար պետք է կանք։ Մենք տեսնում ենք այն փնթիությունը, թույլ տվեք այդ բառը օգտագործեմ, այն փնթիությունը, որ տեսնում ենք, այդ փնթիությամբ Հայաստանը հանկարծ այսպես չլինի, որ նորից իրանք դառնան իշխանության, այդ փնթիությամբ իրանք շարունակելու են ձգել, որովհետև ուրիշ առաջնահերթություններ ունեն, հա։ Իրենք խոսում են մենք ավելի շատ եւ եթե անգամ Եվրոպան մեզ չընդունի, մենք գոնե մեր ինստիտուտներով, բայց կներեք ձեր ձեռքը ով է բռնել, որ բարեփոխեք։